Ողջույն, հայրենակիցներ հարգելի, եւս մի ուղերձ եմ ուզում հղել, ասեմ, որ նոր եմ սկսել TikTok-ում լայվ անել ու վիդեոներ անել, պահելու համար, որովհետև ոնց հասկացա, TikTok-ը մեծ հնարավորություններ ունի և նպատակադրված եմ հաճախ օգտվել TikTok-ից, շատ հարմար է, տեսնում եմ հնարավորությունները մեծ է, և այս ուղերձը հիմնականում կանեմ նախորդ ուղերձի շարունակություն որպես և ասեմ, որ շատ չեմ տեսադիտողներին շատ չեմ սպասի, որովհետև հիմնական նպատակս է վիդեո անել և պահել։ Նախորդ վիդեոյում պատճառը ասեմ, կոմենտներ անելու արգելափակման պատճառը, որ նախորդ վիդեոյում ես լայվ անելուց նկատեցի, որ ակաունտներ կան, որ իրանց չափերից դուրս գալով վարկաբեկում են և հիմնականում դա անդրադառնում է նրան, որ խանգարում է լայվը, բնականաբար նրանք թույլ չեն տալիս, որ դու նրանց պատասխանես, ինչպես վերջերս նկատվեց, հասկանալի է, դա ներքին թշնամի շուն թուրքն է, կամ իրոք fake գործակալներ են, կամ էլ ես մեծ մասով հավատում եմ, որ հայ անուն կրող թուրքերն են, որ իրանց հանգիստ չի տալիս, երբ որ իրանց կպնում ես, որ իրանց թրքամիտությունը ու դավաճանությունը ու թշնամությունը բացահայտում ես, եթե դրանց այդպես շարժում է ու տաքացնում է և իրանք չեն կարող դիմանան ու իրանք իրանց բացահայտում են, դա շատ ողջունելի է, ես մինտեղ ուրախ եմ, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք, դա էդ է նշանակում, ու դրա համար էլ նշեմ, որ առաջի ու ամենից ուժեղ պատերազմը հենց ինչպես հոգևոր դաշտում է, այնպես էլ ինֆորմացիայի դաշտում է, դա ամենից ուժեղ և զենքն է և պատերազմն է, ասեմ, որ հիմա գտնվում ենք այն պատերազմում, որ ավելի դաժան ու ահավոր է, ուժեղ պատերազմ է, քան ֆիզիկական պատերազմը, որը տեղի է ունենում, ասենք, մարտի դաշտում, ու դա լրիվությամբ քրիստոնեական ուսմունքին համընթաց է, ըստ քրիստոնեության, որտեղ Հիսուսը ասում է, մի վախեցեք, որ ձեր անձը, ձեր մարմինը կսպանեն, որովհետև նրանք չեն կարող հոգին սպանել, առավել վախեցեք նրանից, ով որ հոգին կարող է սպանել ու գեհենի կրակը ուղղել։ Հետևաբար, սիրելի հայ ժողովուրդ, ես վերջ եկնեմ սկսել ակտիվանալը սոցցանցում, ուղերձներ հղելը, գիտակցաբար սա ինչ է նշանակում, գիտակցաբար, որ սա կարևոր ու ճակատագրական պատերազմ է, որը ցանկացած մեկի անտարբերությունը և անտարբերության շնորհիվ մինտեղ
որ հասանք սրան, ինչին հասանք։ Հիմա ես խոսքս ուղղում եմ ցանկացած մեկին։ Եթե դու հանգիստ նստում ես տեղդ ու քեզ համարում, որ քեզ ոչինչ բան չի վերաբերում, ուղղակի ոչ այստեղ ես, ոչ այնտեղ, ինչպես Աստվածաշնչում է գրած, ոչ տաք եք, ոչ սառը, այլ գաղջ եք։ Դա ամենից վտանգավոր վիճակն է։ Եթե համարում եք, որ ձեզ չի վերաբերում ու հեռուստատեսությունով, սոցցանցերով մենակ սմայլիկ դնելով, լայք դնելով եք մտածում մի բան անել կամ դա համարում եք ինչ-որ գործ, ապա չարաչար սխալվում եք, որովհետև երրորդ դիք չկա, կա պատերազմ, կա չարու եւ բարու պատերազմ, կամ դու չարի զորքից ես, կամ էլ դու բարի զորքից ես։ Հիմա դա ավելի ակնհայտ է, թե ով որ զորքից է, որ բանակից է, այնպես որ ինչպես ես մի օր հասկացա, որ չեմ կարող տեղս նստել ու տեսնել, որ թշնամին ոնց է իր ուզածը անում, եւ մի ժամանակ էլ մենք էլ հանգիստ նստեցինք, չիմացանք, որ այդ ամենը մեզ կպնելով է։ Այնպես էլ հիմա դուք հիմա եթե լռում եք, մի օր գալու է ձեր տանը հասնի, անձամբ ձեր տանը ու ձեր տան ամեն անդամներին, որովհետև եթե դու տեղյակ չես գերազանց ու մեծ ուժգնությամբ գործողություններ է կատարում, որպեսզի Հայաստանը մուսուլմանացվի։ Դա սա նորություն չի, ես իմ մտքովս կամ մեկը իրաց մտքովը բան չի ասում, դա համապատասխանում է լրիվությամբ Աստվածաշնչին եւ ինչու ավելի շատ Հայաստանում է այս գործողությունները նկատվում, որովհետեւ Հայաստանը այս պայն ամենից խոցելին է։ Ու պատահական չի, որ Ռուսաստանի դեմ այդքան թշնամիներ հավաքվում են, որպեսզի վնասեն, ու դա պատահական չի, որովհետեւ ամենից պաշտպանվածն էլ այդ առումով Ռուսաստանն է։ Հիմա ես ինչ հիմքերով եմ խոսում։ Նախ ասեմ, որ հիմա հակաքրիստոսին, այսինքն հրավիրատոմս, հակաքրիստոսին հրավիրատոմս է ուղարկված մեր երկիրը գալուն։ Ինչի վրա է հիմնված իմ այս խոսքերը։ Նախ ասեմ, որ հակաքրիստոսը, որի մասին նշված է Ավետարանում, Հայտնության գրքում, Վերջի գրքում, հակաքրիստոսը պարզ նկարագրվում է ու հասկացվում է, որ դա, այսինքն զները, որ դա քաղաքական լիդեր է, այսինքն պոլիտիկի դեմք է, պոլիտիկի կերպար է։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այդ այսինքն հոգևոր, ոչ թե հոգևոր կերպար է, այլ քաղաքական կերպար է, եւ այդ քաղաքական կերպարը ստացվում է, որ իրան բոլորը խոնարհվում են, բոլորը ենթարկվում են, այսինքն թե հոգևոր դաշտը, թե տնտեսական դաշտը ու աշխարհով մեկ բոլորը խոնարհվում են, ենթարկվում են եւ նրան երկրպագում են, եւ դա որպես սատանայի զավակ նեռը, այսինքն նա բացի դրանից, որ ամեն ոլորտում իրան իշխանություն է տրված, ինքը փաստորեն ամբողջական քաղաքական դաշտը աշխարհում գրավում է։ Հիմա սա այն պատկերն է, ինչ որ որտեղ կարելի է ավելի պարզ, հասկանալի տեսնել մեր երկրում, Հայաստանում, ինչ է ստացվում։ Այսինքն քաղաքական համակարգը, քաղաքական խավը փորձում է տիրանալ
հոգևոր դաշտին, մթնոլորտին, հոգևոր մասին, կառույցին, սա ուրիշ բան չի նշանակում, դա էդ է նշանակում։ Իսկ իր գործակալները, այս ամենը իրականացնող գործակալները երբեք սրանք քեզ չեն ասի։ Ոչ մեկին չեն ասի, շատ հնարավոր է սկի իրանք տեղյակել չեն, եթե տեղյակել են 20%-ով են տեղյակ, այն ինչ որ կատարում է նամանավանդ իրանց միջոցով։ Հա։ Հիմա նաև ասեմ, որ խոսքը խոսքա բացում, խոսքի վրա միտք է գալիս, նաև ասեմ, որ անկախ նրանից որ եկեղեցում է, թե խմբում է, թե կազմակերպում է, ասենք առաքելական եկեղեցում, ինչ մաս, որ առաքելական եկեղեցուն չարուն թույլտվություն ունի, ինչ սատանային ինչ իշխանություն որ ունի առաքելական եկեղեցում, այսինքն ինչ դուխ, ինչ հոգի որ ունի, ինչ չափի որ սատանային մաս ունի, հոգի, ներկայություն ունի, կարող եք բարձ հասկանալ, որ դա էլ պատկանում է սատանային, այսինքն այն մարդիկ լինեն, նամանավանդ մեզ անծանոթ չի, որ ասենք առաքելական եկեղեցում բազմաթիվ մարդիկ հավանաբար սկի Աստծո հետ մտերմանալու ցանկություններ չունեն, բայց իրանք փողի, գործի համար, հարստության համար են այդտեղ։ Այդ ամենը սաղ փորձվելու է։ Այսինքն վաղ թե ուշ սատանան դա բոլորը անցնելու է սատանային կողմը, սատանային մասը։ Այդ դա շատ բնական է ու մինտեղ աստծուցել է, որ այս ամենը տեղի ունենում։ Հիմա առաքելական եկեղեցու ցանկացած հովիվ լինի, պաշտոն ունեցող լինի, որին տրված է ծառայություն, պաշտոն, դիրք, ամենին լինելու է փորձություն։ Հիմա դա փորձության մինտեղ պատճառ է։ Իրոք այդ մարդիկ անկեղծ են մինչև վերջ մնալու են Աստծո հետ։ Բնականաբար Աստված վերջ ինչպես միշտ, այնպես էլ այս պայքարում է, Աստված հաղթելու է ու հաղթում է։ Հիմա ուզում եմ այս ընդհանուր ուղերձը հիմնեմ ավետարանի այն խոսքի վրա, դա եթե չեմ սխալվում Ղուկասի 17-րդ խոսքն է։ Ես հիմա չեմ իմանում կոնկրետ տեքստը, որ ստեղ տեղադրեմ, այդ ոնց են անում, որպեսզի ես ճշգրիտ ընթերցեմ այդ տեքստը, եթե չգտնեմ, ամեն դեպքում բանավոր կասեմ, բանավոր կներկայացնեմ։ Դա նաև Հայաստանի այսօրվա վիճակին է վերաբերվում եւ ընդհանուր ամբողջ աշխարհին է վերաբերում, դա այն վերջի օրերին է վերաբերում, որի մասին Հիսուսը շատ է հայտնություն հայտնել, խոսել։ Նաև ուզում եմ թույլ տվեք ասեմ այն, որ ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, դա մենակ Հայաստանին չի վերաբերում, դա ամբողջ աշխարհին է վերաբերում։ Դա որովհետև հոգևոր պատերազմ է, սա ամբողջ բնականաբար, որ Հայաստանի հարցը ես չեմ ուզում մտածեմ, որ սատանան ուժեղ է, սատանան ուժեղ չի, սատանային վլաստ տվող, իշխանություն տվողներն են շատ, բայց որ Հայաստանի հարցը լուծվի, բնականաբար դա գնալու տեղափոխվելով աշխարհում, ու թող աշխարհում ամեն մարդ հասկանա, որ չկա երևի այնպիսի ազգ, ինչպես հայերն են, որ հոգևոր առումով, հոգևոր դաշտում միշտ գտնվել են առաջի դիրքերում։ Ու թող ամեն մարդ հասկանա, այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, նույնն էլ տեղի է ունենում աշխարհում։ Եթե անտարբեր մնան Հայաստանի հայի նկատմամբ, որը գտնվում է, շեշտում եմ, մաքուր հային, որը իր արժիքները հիմա պահում է, իր արժանապատվությունը,
իր թասիբը, նամուսը, բոլոր արժեքները, խոսքս այն հայերին է վերաբերում, դեր հայ եմ մնացել, չեմ թուրքացել։ Հիմա եթե աշխարհը անտարբեր մնա հայի այն հայերին, որը մինչև հիմա գտնվում է մարտի դաշտում հոգևոր իմաստով, մի օր գալու է իրանց ամենին դուրը դիմացը, հա, հիմա այն բոլոր մարդիկ, հիմնականում խոսքս Հայաստանին է վերաբերում, հային է վերաբերում, այն մարդիկ, որը թողել են իրանց ազգությունը, դավաճանել են իրանց ազգությանը, ցավոք հիմա շատ է։ Ես այդքան էլ շատ բան չեմ ուզում ասեմ։ Աստծո շնորհքը, ողորմությունը կայանում է նրանում, որ միջի հիմա ժամանակ ունեն իրանք ապաշխարելու ու իրանց այդ չար ճանապարհից, այդ սատանայի ճանապարհից ետ դառնալու։ Նաև ուզում եմ շատ բան կա ասելու հայրենակիցներ, ուղղակի որը հիշում ես, ասում ես, ամեն դեպքում շատ բան կա, որ մոռացվում է։ Նաև ուզում եմ շեշտել ու նշել այն իրողությունը, որ առաքելական եկեղեցին էլ այս ամենում շատ մեծ մեղք ունի, մեծ սխալներ ունի։ Նախ ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ մեր միակ ճշմարտության աղբյուրը, որը որ Աստվածաշունչն է, այնտեղ պարզ գրվում է, որ ես դեռ այդպիսի մի հատ ավետարանը մեկնաբանող տեսած չկամ, որ դա այդպես չասի, հակառակը ասի։ Այսինքն մեկնաբանի, որ այլ կերպ մեկնաբանի, որ հռոմեական եկեղեցին ու Վատիկանը դա պոռնիկ եկեղեցի է։ Դա այն եկեղեցին է, որի մասին Աստվածաշնչում գրված է, նաև հայտնություն գրքում, որ դա պոռնիկ եկեղեցի է, դա Աստված այդ եկեղեցուն պիտի դատի։ Այսինքն ի՞նչ է նշանակում պոռնիկ։ Քանի որ եկեղեցին դա Աստծո Հիսուսին հարսն է համարվում, բնականաբար Հիսուսի հարսը դա պոռնիկ չի։ Պոռնիկը, որ ինքը պիտի հարս լինի, բայց պոռնկած էլ է։ Աստված համարում է այդ եկեղեցուն, որը որ եկեղեցի չի, հարս չի, այլ պոռնիկ է, համարում է պոռնիկ։ Դա Վատիկանի որ հռոմեական եկեղեցին է, այսինքն կաթոլիկ եկեղեցին է, ու դա բոլոր հանրաճանաչ քրիստոնյաները դրա մասին գիտեն։ Հիմա ինձ հետաքրքիր է, սենց մի հարց է, առաքելական եկեղեցին որ ժամանակից է, երբ է համարել դա այդպես, որ կաթոլիկ եկեղեցին դա պոռնիկ եկեղեցի է, եւ որ ժամանակից է, որ դադարած է իրաց հետ շփումը։ Ես ինչքան հիշում եմ, միշտ էլ կապը կա։ Այ հիմա այս ամենը սրա պտուղն է։ Հիմա պատահական չի, որ այսօր Գերագույն լրտես դավաճանի կապերը ամենից բարձր աստիճանի բարձր են կաթոլիկ աշխարհի հետ։ Ստեղ տեսնում ես, որ առաքելական եկեղեցին փնովում, նզովում է, վնասա պատճառում, մյուս օրը տեսնում ես, որտեղ Հռոմի պապի հետ, սրանք Հռոմի պապի հետ ձեկ-ձեքի սեղմած, սրանք պատահական բաներ չեն, հայրենակիցներ, սրանք ամենը թույլ է տալիս հասկանալ, որտեղից է գալիս, ով է այս ամենի հետևում կանգնած եւ այլն։ Սա անհասկանալի բան չի, մնում է հասկացողը հասկանա։ Հետո հա, այդ առաքելական եկեղեցու մասով, որ փաստորեն հիմա շատ ճիշտ կլինի, որ առաքելական եկեղեցին այսօրվանից համարի
նամանավանդ այսօր, որ կաթոլիկական եկեղեցին, Հռոմի եկեղեցին դա պոռնիկ եկեղեցի է, դա Աստծո հարսը չեն։ Եվ բնականաբար նաև հիմնված Աստծո խոսքի վրա գրված է, սիրելի ժողովուրդ, պարզ գրված է Աստծո խոսքը, որ պոռնիկ եկեղեցին հալածում է ճշմարիտ քրիստոնյաներին, հալածելու է, սպանելու է, ոչնչացնելու է։ Այդպես գրված է հայտնությունում։ Հիմա այս ամենը պետք է որպեսզի հասկանանք մենք ինչ իրավիճակում ենք հայտնված, որպեսզի հասկանանք ինչ է կատարում եւ ինչ է մեզ մնում անել։ Հասկանանք մեր գործը, մեր կռիվը, մեր պատերազմը ում հետ է, ինչ ուժերի հետ է։ Ինձ թվում է, այստեղ ուրիշ անհասկանալի բան չկա։ Հիմա ես անդրադառնամ Աստծո խոսքին, որ ասեցի Հայաստանի վիճակին ճշգրիտ նույն վիճակն է, ինչ որ Աստծո խոսքն է ասում, ինչպես նաև աշխարհի վիճակը։ Դա Ղուկասի ավետարանի 17-րդ գլխումն է, որ երբ աշակերտները հարցրին վերջի օրերի մասին, Հիսուսը ասեց. ինչպես կլինի, զգույշ կացեք, որ իմ անունովը շատ մոլորեցնողներ կգան, կասեն ահա այստեղ է, ահա այնտեղ է, այսինքն փրկությունը, Հիսուսը ասում է, որ փրկությունը այլ ես որ գամ ամբողջ աշխարհին, ամբողջ երկնքում, բոլոր աշխարհը տենելով է երկնքում ոնց եմ ես գալիս, ու ասում է օրինակ է ցույց տալիս, տեսեք հայրենակիցներ հարգելի, երկու օրինակում էլ նույն երևույթն է, նույն դեպքն է, նույն իմաստն է, նույն հասկանալի միտքն է, որը որ Հիսուսը ուզում է փոխանցի, ինչ է փոխանցում Հիսուսը։ Եվ Հիսուսը սկզբից է ասել, որ իմ վերջին օրերը եւ ընդհանրապես դատաստանի օրը նման է լինելու, ասեց հիշեք Նոյի օրերը, ու պատմեց Նոյի օրը, այդ դեպքը, ասեց հիշեք Ղովտի Սոդոմ Գոմորի օրերը, որը որ նույն դեպքն է։ Հիմա Նոյի օրերը ասեմ, ինչ է ասում, հիմա ինչպես որ Նոյի օրերում ուտում էին, խմում էին, ծախում էին, առնում էին, ամուսնանում էին, այսինքն երկրավոր կյանքով տարված էին ամբողջությամբ, դա այդ է ուզում ասի, որ ամբողջությամբ իրանց միտքը երկրային կյանքն է, նյութականը, որը որ հիմնականում չարության աղբյուրն է։ Եվ ասում է, եւ Աստծո համար դա շատ զզվելի էր ու չարություն էր համարվում, եւ ինչա Նոյը պատգամ ստացավ Աստծուց, որ տապանը կառուցի որպես փրկության միջոց։ Տեսեք ինչա, նախ է տապանը հայրենակիցներ հարգելի, դա եկեղեցու խորհրդանիշն է, տապանը եկեղեցին է, ով որ լինի եկեղեցու ներս, ով որ հասցնի եկեղեցին մտնել, եկեղեցու մաս դառնալ, նա փրկվելու է։ Ավետարանը, բոլոր ավետարանը իմացողներն, բոլոր քրիստոնյաներն պիտի որ տեղյակ լինեն դրա մասին, որ Նոյի տապանը խորհրդով դա եկեղեցին է։ Հիմա սա էլ պատահական մի համար է, որ եկեղեցու նկատմամբ այսօր մեր աչքի դեմը այս ամեն ինչը կատարում է։ Սա հոգևոր պատերազմ է, սա հոգևոր արժեքների ու հոգևոր կյանքի դեմ է այս պատերազմը։ Ու սա ամենին է վերաբերում։ Սա չպիտի եղած լինի, եթե սա եղել է, ուրեմն սա ամեն մեկիս է վերաբերվում։ Հա, հիմա տեսեք Նոյը քանի տարի է այդ տապանը կառուցում, սիրելիներ, 100 տարի, եթե չեմ սխալվում, ասենք կոնկրետ չեմ իմանում, ինչքան իմանում եմ 100 տարի, ասենք 70 տարի։ Տեսեք, դա այն նույն տարիներն է, ինչքան որ մեզ տրված է ապրելու։ Մեր կյանքի բոլոր օրերը հաշված օրեր են, մեր այդ օրերը պիտի
ծախսվեն ու տրամադրվեն նրան, որ մենք այդ եկեղեցին ստեղծենք։ Ոչ թե ստեղծված չի, այլ մաս կազմենք այդ եկեղեցուն։ Այսինքն մեր կյանքի մինչև վերջին օրերը դա հնարավորություն է, որ կարանք վերջի օրը մտնենք այդ եկեղեցին։ Եվ միշտ նոյը այդ ժամանակ, որ արդեն չարությունը հասել է գագաթնակետին, նայեք, եթե Աստված պատգամ է տվել, ուրեմն չարությունը հասել է գագաթնակետին։ Այսինքն մարդիկ արդեն չարության այդ աշճանի վրա էին ու նրանք արժանի էին կործանվելուն ու դատվելուն, տեսեք, բայց Աստված համբերում է մինչև որ տապանը կառուցվի, տեսեք։ Ուրեմն ստեղ հիմա вообще դա բնորոշ է աշխարհիկ մարդու մտածելակերպին, որ դա աշխարհիկ մտածելակերպ է, որ ասում են տեսեք ինչ չարություն է մեր աշկի դեմը աշխարհում իրականանում, միթե եթե Աստված կա խիչ ես դատաստանը միանգամից անում, կա չէ այդպիսի միտք ու շատ